is Mr. Vladimir Vardanyan of Armenia. Thank you, Mr. Chair. Ladies and gentlemen. Շնորհակալություն, պարոն նախագահ։ Տիկնայք եւ պարոնայք, ռազմագերի լինելը պատիժ չէ։ Դա պարզապես ռազմական միջոց է կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ։ Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին։ Մենք հավասարեցնում ենք ռազմագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին, եւ ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտանքների եւ խոշտանգումների։ Սա ամբողջովին խարխլում է Ժնևյան կոնվենցիայի տրամաբանությունը։ Undermine the very logic of Geneva Conventions. Խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է։ Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն։ Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց ավելին, Ժնևյան կոնվենցիաները միանշանակ սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրանք են անդամալույցները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները։ Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ։ Ladies and gentlemen. Տիկնայք եւ պարոնայք, այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է։ Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Շնորհակալություն։ Thank you. Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։